Ողջույն, իմ ամենահավատարիմ հետևորդներին, շնորհակալ եմ թանկագիններս, որ միշտ ինձ հետ եք, քանի որ արդեն գիտեք ջրերի սեզոնն է, մենք սկսել ենք պատրաստել տարբեր տեսակի ջրեր, այսօր պատրաստելու եմ ձմերուկի ջիր, որ կարծում եմ շատերը գիտեն, շատերն են պատրաստում, ովքեր էլ չգիտեն, այսօր ինձ հետ միասին կարող են պատրաստել, ասեմ, որ իմ էջում կա նաև ձմերուկի մուրաբայի, սեխի մուրաբայի բաղադրատոմսեր, հղումները կթողնեմ տեսանյութի ներքևում, կարող եք պատրաստել, որպեսզի ձմռանը համեղ վայելեք։ Իմ էջում կարող եք գտնել տարբեր տեսակի մրգերից պատրաստվող ջրերի բաղադրատոմսեր, այնպես որ եթե նոր եք միացել իմ էջին և դեռ չեք հասցրել դիտել, ծանոթացեք ամբողջ նյութերին, թե ինչ կա իմ էջում, ինչ բաղադրատոմսեր կա։ Հիմա առաջին հերթին վերցրել եմ մեծ ձմերուկ, ինչու եմ մեծ վերցրել, որպեսզի կեղևները մի փոքր հաստ լինեն, քանի որ մեզ ձմերուկը հարկավոր չէ, մեզ հարկավոր է ձմերուկի կեղևը։ Կտրենք և անցնենք գործի։ Ձմերուկը արդեն կտրեցի, կեղևները առանձնացրեցի, հիմա ձմերուկը կդնեմ սառնարան, կսառի, որ մեզ զովացնի, իսկ արդեն կեղևները կմշակենք և կսկսենք պատրաստել։ Առաջին հերթին հարկավոր է հեռացնել կեղևների կանաչ մասը, այնուհետև կկտրատենք ինչպես նախընտրում ենք, կտրատենք ինչպես դուք եք սիրում, թանկագիններս, երկար, մանր կտորների, ինչպես նախընտրում եք։ Ես ձմերուկի կարմիր հատվածից մի փոքր թողել եմ, որպեսզի ջրերը ավելի գեղեցիկ ստացվեն։ Դե ինչ, կեղևահանենք, կտրատենք և շարունակենք։ Ահա թանկագիններս, ես կեղևները մաքրեցի և արդեն կտրատեցի։ Գաթայի դանակի օգնությամբ կտրատում եմ, քանի որ շատ սիրուն է ստացվում, կողքերը նախշերը կտրատեք ինչպես դուք եք նախընտրում։ Ես միշտ կտրատում եմ այսպես մեծ, շատ են ասում Արևիկ ջան, շատ մեծ չէ, այն ամբողջովին լավ կչորանա, լավ կեփվի, լավ կխաշվի, ասեմ, որ շատ լավ է ստացվում, ես լավ եփում եմ, խաշում եմ, այնուհետև նոր փռում եմ։ Դրա համար մեծ եմ կտորները նախընտրում։ Դուք ընտրեք ինչպես դուք եք սիրում, կտրատեք ինչպես դուք եք նախընտրում։ Այժմ կկատարենք հաջորդ քայլը։ Հաջորդ քայլի համար ես վերցրել եմ 3 լիտր ջուր, 3 լիտր ջրին կավելացնենք 2 ճաշի գդալ սոդա, թույլ սոդաաջուր ենք պատրաստելու։ Լավ կխառնենք, այնուհետև կավելացնենք կեղևների վրա։ Եթե ջուրը պակասի, ամբողջովին չծածկի, մի փոքր էլ կպատրաստենք։ Շատ եք հարցնում թանկագիններս, կարող ենք պատրաստել առանց սոդաաջրի, այո, կարող եք պատրաստել նաև այդ տարբերակով, բայց ես ինքս նախընտրում եմ սոդայով տարբերակը, ինչու, քանի որ երբ սոդաաջուրը լցնում ենք ձմերուկի կեղևների վրա, ինքը մի փոքր կարծրանում է և արդեն եփվելու ժամանակ մենք չենք վախենում, որ կկորցնեն իրենց տեսքը, արդեն հանգիստ եփում են երկար ժամանակով։ Հիմա ջուրը կավելացնեմ և կծածկենք, թողնենք Ահա, կարծես թե ջուրը չափով էր, հիմա մի հատ ափսե կդնենք վրան, որպեսզի հատիկները ամբողջովին սուզվի
ջրի մեջ եւ կծածկենք, թողնենք 2-ից 3 ժամ, որպեսզի մնա սոդայա ջրի մեջ։ Շատ չենք թողնում։ Եթե ողջ գիշեր պետք է թողնեք, դա շատ կլինի, շատ կկարծրանա։ 2-3 ժամը բավական է։ Ահա թանկագիններս արդեն անցավ 3 ժամ, ես սոդայա ջուրը թափեցի եւ հոսող ջրի տակ լավ լվացի։ Այժմ ինչ ենք անելու։ Պետք է շաքարակալեմ։ Ես ինչպես պատրաստում եմ մուրաբան, այսօր հենց այդ տարբերակով կպատրաստեմ նաեւ չիրը։ Բայց եթե չեք ցանկանում այդ տարբերակը, կարող եք պատրաստել օշարակ։ Օշարակը 1 կիլոգրամ շաքարավազին ավելացնում եք 300-ից 350 մգ ջուր, դնում ենք գազօջախին եւ հասցնում ենք եռման աստիճանի։ Մոտ 5 րոպե եռալուց հետո արդեն ձմերուկի կեղևները լցնում ենք օշարակի մեջ։ Դա այդ տարբերակը։ Հիմա ինձ մոտ, քանի որ մաքրած վիճակում ձմերուկի կեղևը 3 կիլոգրամ է, ասեմ, որ 1 կիլոգրամ շաքարավազով կարող եք պատրաստել 3-ից 4 կիլոգրամ ձմերուկի կեղև։ Հիմա կավելացնեմ 1 կիլոգրամ շաքարավազ, հենց այսպես կլցնեմ, կթափահարեմ եւ կթողնեմ ողջ գիշեր կմնա ձմերուկի կեղևները իր հյութը դուրս կտա, առավոտյան կտեսնենք։ Եթե հյութը շատ լինի, այլևս ջուր չենք ավելացնի, հենց այդպես է կդնենք գազօջախին եւ մարմանդ կրակի վրա կեփենք։ Իսկ եթե չեք ցանկանում այս տարբերակը, պարտադիր պետք է պատրաստեք օշարակ։ Այսպես մի հատ կթափահարեմ։ Վերջ, հենց այսպես կթողնեմ խոհանոցի սեղանին մինչ առավոտյան արդեն կշարունակենք թանկագիններս։ Բարի լույս թանկագիններս, առավոտ շուտ տեսեք, թե որքան հյութ է դուրս տվել ձմերուկի կեղևները, այժմ հենց այսպես կդնենք գազօջախին եւ կեռացնենք 20-ից 25 րոպե, հենց սկսում է եռալ, ավելացնում ենք 1 թեյք թալ կիտրոնի աղ։ 20-ից 25 րոպե եռացնելուց հետո կանջատենք գազօջախը։ Ահա թանկագիններս արդեն մոտ 20-ից 25 րոպե է ինչ եռում է, հատիկները կիսով չափ արդեն եփված են, ես կանջատեմ գազօջախը եւ կթողնեմ 3-ից 4 ժամ, որպեսզի հատիկները մնա օշարակի մեջ, այնուհետեւ նորից կդնենք գազօջախին։ Արդեն անցել է 5 ժամ, տեսեք ինչպես են պահպանվել հատիկները, շատ լավ է ստացվել, ամբողջովին սառել է։ Հիմա կրկին դնում ենք գազօջախին եւ հասցնում ենք եռման աստիճանի։ Հենց սկսում է եռալ, այդ պահից մարմանդ կրակի վրա եռացնում ենք 20-ից 25 րոպե։ Ասեմ, որ ինչքան շատ եփվի, այնքան գեղեցիկ ու լավ ջրեր կստանանք։ Հատիկները պետք է լինեն թափանցիկ։ Կախված թե ինչպիսին եք դուք կտրել հատիկները, ինձ մոտ շատ խոշոր են, մեծ են, տեսեք, եթե մանր եք կտրատում, պետք է նայեք, որպեսզի չկորցնի իր տեսքը, հնարավոր է ձեզ մոտ եփվի 10-ից 15 րոպեվա ընթացքում, կախված է թե ինչ չափի եք դուք կտրտել հատիկները։
եղած արդեն կես ժամ է ինչ մարմանդ կրակի վրա եռում է։ Առաջին անգամ եփվեց 20-ից 25 րոպե, այժմ երկրորդ անգամ եփվեց 30 րոպե ու չի կորցրել իր տեսքը, տեսեք թե ինչպես ամբողջական պահպանվել են հատիկները։ Արդեն դարձել է թափանցիկ, ևս 5 րոպե եւ գազօջախը կանջատեմ։ Կանջատենք, թողնենք, ողջ գիշեր կմնա օշարակի մեջ, առավոտյան կլցնեմ սկուտեղները եւ արդեն կուղարկենք չրանոց չորանալու։ Ձմերուկի հատիկները արդեն պատրաստ են, որպեսզի ուղարկենք չրանոց։ Չրերի վրա ծածկում եմ ցանցով կամ վարագույրի կտորով։ Եվ այսպես դնում եմ ոչ շատ արև, ոչ շատ հով տեղ։ Ահա թանկագիններս, մեր համեղիկի վերջնական տեսքը շատ լավ է ստացվել, հոյակապ, դուք էլ պատրաստեք ամռանը, որպեսզի ձմռանը համեղ վայելեք, երբեք դեն մի նետեք ձմերուկի կեղևները, պատրաստեք շատ համեղ չրեր եւ իհարկե մուրաբա։ Չիրը պատրաստ լինելուց հետո լցվում եմ մեկ անգամյա օգտագործվող տոպրակների մեջ եւ ուղարկում եմ սառնարանի ներքևի հատվածը, կարող եք դնել նաեւ սառցախցիկ։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։